Ողջույն բոլորին, սա իմ առաջին YouTube-յան վիդեոն է, ես Սյուզի Կարեն եմ և եթե դուք գտնվում եք այստեղ, ապա մենք շուտով դառնալու ենք YouTube-յան բեսթիներ։ Եթե դուք էլ ինձ նման YouTube մտնում եք ինչ-որ գործ անելու ընթացքում վիդեո լսելու կամ հաց ուտելու ընթացքում ինչ-որ բան դիտելու համար, ապա դուք ճիշտ տեղում եք։ YouTube-ում ես իմ կոնտենտին լրիվ ազատություն եմ տվել ու լինելու է աղջիկական էսթետիկա, զրույցներ, այլ զվարճալի վիդեոներ, այնպես որ խորհուրդ կտամ հենց այս պահին բաժանորդագրվեք իմեջին, որ ոչ մի բան չկորցնեք, իսկ մենք գնում ենք առաջ։ Իրականում բարդը առաջին վիդեոն էր, որովհետև մտքիս վաղուց կար YouTube-ում նկարել, բայց մտածում էի արդյոք արժի ինչ խոսեմ, ինչով սկսեմ առաջին վիդեոն բոլորին հետաքրքրի, բայց հետո մտածեցի, որ Սյուզի ջան նստի, սկսի, մի բան կլինի։ Այնպես որ սա նշան է, որ եթե վաղուց ինչ-որ բան ուզում եք սկսել, ուղղակի սկսեք, ընթացքում կհասկանաք։ Մեր առաջին վիդեոն լինելու է շատ հետաքրքիր ֆորմատով, քանի որ ես անընդհատ կամ գտնվում եմ Արթիկում կամ Երևանում ու ինձ միշտ պետք է իմ կոսմետիկան ինձ հետ տեղափոխել, երբեմն այն բավարար չէ ու ես ձեզ այսօր ցույց կտամ 3 տարբեր դիմահարդարում, կախված թե ինչքան կոսմետիկա կարող եմ վերցնել ինձ հետ։ Առաջինը կսկսեմ ամենահեշտից, երբ ունեմ մեծ կոսմետիկ պայուսակ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է իմ դիմահարդարման պարագաներից, երկրորդը կլինի ավելի սուղ պարագաներ, իսկ վերջում ամենադժվարն է, որովհետև մի քանի բան կարող եմ օգտագործել։ Դե էլ գլուխներ չցավեցնեմ, վերցրեք սուրճ, տաք կակաո, հանգիստ նստեք ու գնանք զրուցելու։ Մեր առաջին թեման ուզում էի լիներ Instagram-ի եւ YouTube-ի տարբերությունը, ովքեր ինձ վաղուց են հետևում ու Instagram-ից են եկել այստեղ, գիտեն, որ ես միայն նկարում եմ Instagram-ում ու ինձ այդ ֆորմատը բավականին հարազատ է դարձել ու մի փոքր դժվար է YouTube-ում, չնայած այն նաև իր մինուսներն ունի, որոնք հիմա կասեմ։ Instagram-ի առաջին մինուսը իր ալգորիթմի պահանջներն են, այսինքն դու մի անգամից պետք է դիտողին ներգրավես, որպեսզի ինքը մնա ու վիդեոն մինչև վերջ դիտի, դրա համար դու ստիպված ես շատ արագ խոսել, մի անգամից ինչ-որ վիդեո հուկեր անել, որպեսզի մարդը մնա, որովհետև Instagram-ում վիդեո նկարողը ինքն է գալիս մարդու էջ եւ մարդը ընտրում է նայել թե ոչ, իսկ YouTube-ում ընդհակառակը մարդը ինքն է գալիս, ընտրում քո վիդեոն եւ բնականաբար այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ կնային։ Դրա պատճառով էլ Instagram-ում ստիպված ես շատ արագ խոսել, ոչ մի սխալ չանել, մոնտաժը շատ դժվար է, որովհետև պետք է, եթե արանքում անգամ մի միլի վայրկյան պաուզա ես տալիս, ստիպված ես դա կտրել, որ մարդը այդ ընթացքում իրան չհետաքրքրի, չփոխի։ Բայց ինձ թվում է բոլորս էլ դրա զոհն ենք, մենք ինքներս այդպես ենք, դրա համար YouTube-ը իմ համար շատ ավելի հանգիստ միջավայր է, ես կարող հանգիստ խոսամ, իմ մտքերը դասավորեմ ու վստահ լինելով, որ դուք այսպես չեք անի։ Հաջորդ տարբերությունը ու կրկին YouTube-ի առավելությունը կայանում է նրանում, որ YouTube-ը թույլ է տալիս ստեղծագործական ազատություն։ Instagram-ը ոչ այդքան, որովհետև դու ստիպված ես նկարել միայն այն, ինչ համարվում է քո կոնտենտը, եթե անգամ մի փոքր շեղվում ես դրանից, ալգորիթմը չի տարածում քո վիդեոն, ու բացի այդ, ես թեկուզ իմ ֆորմատի շրջանակներում, որի օրինակն է նաև այս վիդեոն, ես ուզում եմ ավելի շատ բաներ խոսել, այլ տարբեր հետաքրքիր վիդեոներ նկարել, որը Instagram-ի ժամանակը թույլ չի տալիս։ Այսինքն դու պետք է տեղավորվես այդ 3 րոպեների մեջ, այն էլ դեռ հարց է մարդիկ այդ 3 րոպեն կնային, թե չէ։ Սիրունա, բայց ես հենց նոր հիշեցի, որ ունքերս չեմ արել։ Դրա համար ես մեյքափ անելուց, քանի որ արդեն նկատեցիք, որ միայն ձեռքերով եմ անում, հիմնականում թաց պրոդուկտները, թաց անձեռոցիկ եմ մոտս բաղում, որ անընդհատ ձեռքերս մաքրեմ։ Հաջորդ տարբերությունը, որը եւս YouTube-ին առավելություն է տալիս, բայց այս դեպքում արդեն միայն կոնտենտ ստեղծողների համար, դա այն է, որ պետք չէ ամեն օր պարտադիր վիդեոներ նկարել, իրական Instagram-ի դեպքում էլ պարտադիր չէ, պարզապես պետք է տեղադրելու հաճախականությունը ճիշտ պահել, համաչափ պահել, բայց ես Instagram-ում ամեն օր վիդեո եմ տեղադրում ու երբեմն կոնտենտի որակը կարող է տուժել քանակի կարևորության պատճառով։ Այսինքն Instagram-ն ասում է, հա, օքեյ, որակն է թող վատ լինի, կոնտենտը թող մի քիչ այն չլինի, մենակ ամեն օր տեղադրի
իսկ այդ դեպքում YouTube-ը մի քիչ հանգստացնում է քեզ, տեմպը դու կարող ես երկար ժամանակ մոնտաժել, ինչ որ հետաքրքրություններ ավելացնել մոնտաժի շնորհիվ, բացի այդ վիդեոն նկարել ոչ մեկ օրում եւ էդ էլ ոնց որ գրաֆիկին ավելի հարմար է կոնտենտ ստեղծողներին։ Գնալով A-ից A-ի անցանք, ոնց որ ես փորձում եմ գրական խոսել, բայց քանի որ մենք ընկերուհիներ ենք, կարող ենք չէ մեկ-մեկ մեզ թույլ տալ։ Ունքերը վերջ, անցանք կոնտուրինգին։ Սովորաբար, եթե ես հասանելիություն ունեմ իմ բոլոր կոսմետիկ պարագաներին, ես ինձ թույլ եմ տալիս եւ թաց եւ չոր կոնտուրինգ ու բլաշ անել եւ հիմա բնականաբար, քանի որ մեր տոնայինը թաց պրոդուկտ է համարվում, կանենք կրեմային պրոդուկտ։ Կանենք առաջինը կրեմային պրոդուկտները, հետո ոնց որ իրենց բաժանող մասը կլինի դիմափոշին եւ դիմափոշուց հետո արդեն կանենք միայն չոր պրոդուկտները։ Իրական տարբերությունները շատ են, բայց ես այնքան հույս ունեմ, որ իմ վիդեոները շատ կտարածվեն, որովհետև ես հետաքրքիր գաղափարներ ունեմ, որոնք ուզում եմ կյանքի կոչել, այնքան հույս ունեմ, որ տարածվելու շնորհիվ այդ մոտիվացիաս չի կորի ու կշարունակեմ նկարել։ Յութուբեր դառնալը իմ շատ վաղուց երազանքն ա եղել, երևի թե անգամ այն ժամանակ, երբ Instagram չկար, որովհետև փոքր ժամանակ ես YouTube էի նայում ու դա իմ համար անհասանելի ինչ որ երազանք էր։ Իսկ հիմա ահա ես նստած եմ, նկարում եմ իմ YouTube-ի առաջին վիդեոն։ Իրականում այս թեմայով ես ուզում եի վիդեո տեղադրել Instagram-ում, բայց չգիտեմ արդյոք արժի թե ոչ, բայց քանի որ ես արդեն ունեմ այս հնարավորությունը, կարող ենք այդ թեման այստեղ քննարկել միասին։ Խոսքը Instagram-ով գումար աշխատելու, գովազդներ վերցնելու մասին է։ Ես բացարձակ ոչ մի տիպի դեմ չեմ գովազդներին։ Ես ուզում եմ դրանք արդեն ստանալ, որովհետև արդեն բավականին մեծ աուդիտորիա ունեմ։ Խոսքը միայն հետևորդները չեն, այլ առհասարակ իմ էջի դիտումները համեմատած իմ էջի հետևորդներին շատ լավն են։ Դրա համար ուզում եմ մի հատ հասկանայի, եթե կան ինֆլուենսերներ, որոնք շատ հետևորդներ ունեն գովազդային առաջարկներ, խնդրում եմ կասեք, երբ վանից ես կսկսեմ գումար աշխատել իմ էջով, որովհետև ես նկարում եմ շատ հետաքրքիր ու տարատեսակ վիդեոներ, բայց երբեք չեմ ստանում գովազդային առաջարկներ։ Նրանց իմ էջից երևում է, որ ես գովազդ նկարել կարող եմ։ Ես նաև UGS թե UGS creator կարող եմ լինել ու որոշ էջերի գրել եմ, բայց էլի իրենք բարտերային ինչ-որ առաջարկներ են անում ու այսպես ասեմ, չեմ ուզում ոչ մի գովազդատուի վատաբանել, բայց գովազդատուների մեծ մասը չեն ուզում վճարել։ Իրանք ուզում են իրենց ծառայությունը եւ ապրանքը քեզ տալ ու վերջ։ Ոչ մի այլ աշխատանքի դեպքում ձեզ չեն ասի, եկեք ձեզ ինչ-որ ապրանքով վճարենք կամ ծառայությամբ։ Այդ դեպքում ինչի են content creator-ներին այդպես անում։ Ես բարտերային համագործակցություններին դեմ չեմ բացարձակ, եթե դա փոխշահավետ համագործակցություն է իհարկե, իսկ եթե ոչ, չգիտեմ, այնպես որ թույլ տվեք առիթից օգտվել եւ դիմել գովազդատուներին, եթե կան բիզնեսներ, որոնք ցանկանում են YouTube-ում անել իրենց գովազդը եւ ունեն հետաքրքիր առաջարկներ բարտերային եւ ոչ միայն, կարող եք ինձ գրել եւ դիմում եմ նաեւ ինձ դիտողներին, եթե ինձ YouTube-ում եք հանդիպել, ես ունեմ բավականին ակտիվ եւ հետաքրքիր Instagram-յան էջ, կարող եք դրան եւս բաժանորդագրվել, դրա լինքը կթողնեմ վիդեոյի ներքևում։ Քանի որ ես հիմնականում make-up կոնտենտով եմ զբաղվում, կուզեի այս թեմայով խոսենք, առհասարակ դիմահարդարման մասին, կարծիքները մի քիչ շատ են բաժանվում իրարից, որոշները կարծում են, որ դիմահարդարման կարիք ընդհանրապես չկա եւ մարդը շատ դիմահարդարվելով կորցնում է իր իրական դեմքը, չի կարողանում իրեն ընկալել առանց դիմահարդարման եւ դա ինչ-որ հոգեբանորեն ազդում է մարդու վրա, մարդու ինքն իրեն ընկալման վրա։ Եվ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դիմահարդարումը դա ինքնաարտահայտման միջոց է եւ զվարճանքի միջոց է, որոնց թվում նաեւ ես եմ, բայց չեմ կարող չհամաձայնվել նաեւ մյուս տեսակետի հետ, որովհետեւ իրոք կան մարդիկ, ովքեր դիմահարդարվում են ու չեն կարողանում իրենց ընկալել սովորական իրենց դեմքով առանց որևէ դիմահարդարման։ Դա ըստ իս արդեն ճիշտ չէ, արդեն պետք է աշխատեք ձեր վրա, եթե ձեր սովորական դեմքը չեք կարողանում ընկալել ընդունել այնպիսին ինչպիսին կա, առհասարակ
պետք է աշխատել նրա վրա, որպեսզի ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Դիմահարդարումը առացարակ պետք է ընդունել որպես գեղեցկությունը ընդգծելու միջոց, ոչ թե գեղեցկանալու միջոց։ Իհարկե դիմահարդարումը մեզ թույլ է տալիս որոշակի բաներ մեր դեմքի վրա քողարկել, թաքցնել կամ մի փոքր կորեկցիա անել, բայց միևնույնն է դա չի նշանակում, որ այն մեր դեմքի վրա չկա եւ մենք պետք է ֆիլտրով մանգանք կամ այսքան տոնային քսենք ու մտածենք, որ հարցը դրանով լուծվեց եւ ուզում եմ ձեզ համար էլ դիմահարդարումը այդպես լինի, միշտ մնա ինչ որ զվարճանք, ինչ որ հավես բան ու դուք երբեք ձեր իրական դեմքը չփոխեք դիմահարդարված դեմքի հետ։ Իսկ հիմա մենք անցանք հայլայթերին, ես այսպիսի վարդագույն հայլայթեր եմ օգտագործում, որը նաեւ որոշ չափով իր վրա է վերցնում բլաշի դերը, չնայած բլաշ մեկը օգտագործում եմ։ Կարծում եմ, որ այս հատվածում բլաշի վրա կսեի ոչ վարդագույն հայլայթեր, ինքը այդքան էլ սիրուն չէ լինի։ Ես ունեմ հազարավոր վրձիններ, փորձել եմ քսել դիմահարդարումը վրձինով, փորձել եմ քսել մատներով, փորձել եմ քսել սպոնժով, բայց միևնույնն է ինձ համար ձեռքը ամենահարմար միջոցն է, որովհետև ես ձեռքով շատ լավ եմ կարողանում կառավարել, թե որքան պրոդուկտ օգտագործեմ։ Բացի այդ ձեռքի վրա ձեր պրոդուկտները տաքանում են եւ իրենց քսելը ավելի ճիշտ համաչափ է ստացվում։ Եվ անցանք շրթներկին եւ ես full make-up-ի համար օգտագործել եմ այսպիսի lip combo, նախորդ ասեմ, մեր բոլոր make-up-ներում իմ շուրթերը լինելու են հիմնականում այսպիսի կարմիր երանգների մեջ, որովհետև ըստ իս կարմիրը հատկապես իմ այս մազերին շատ է սազում, եւ եթե դուք էլ մտածում եք, որ կարմիրը ձեզ չի սազում, դուք պարզապես չեք գտել կարմիրի հենց ձեր երանգը, որովհետև ըստ իս կարմիրը սազում է ցանկացած մաշկի գույն ունեցողներին, ցանկացած մազերի գույն ունեցողներին, պարզապես պետքա գտնեք ձեր երանգը, կարմիրը ունի հազարավոր երանգներ։ Ես ուզում եմ ի սկզբանե իմ դիտողների հետ այսպիսի ջերմ հաճելի միջավայր ստեղծել, դրա համար ուզում եմ, որ կոմենտներում շատ ակտիվ լինեք, ուզում եմ գրեք, ինչ կուզեք տեսնել այս էջում, ինչը ձեզ հետաքրքրեց, ինչը այն չէր, որպեսզի ես անպայման փոխեմ, ես դեռ նոր եմ, իրար հետ ենք այսպես ասած սկսում, նոր ենք աշխատում իմ էջի վրա ու իմ բեստին կուզեմ, որ ինձ օգնի այդ հարցում։ Մատիտը վերջ անցանք շրթներկին, իրականում շատ հետաքրքիր շրջան է հիմա իմ Instagram-ում, ես մրցույթ էի կազմակերպել, բայց այն համարյա մոտենում է իր ավարտին, ամսի 21-ին ժամը 7-ին, այսինքն 19:00-ին անելու ենք ամփոփումը, ուղիղ եթերը, չնայած այնտեղ ուղիղ եթերին ներկա գտնվելը պարտադիր չէ, ու շատ հետաքրքիր է, որովհետև լիքը նոր մարդիկ են ինձ հետևում, որոնց հետաքրքիր է իմ կոնտենտը ու այնքան հավես է։ Իրականում ես մտածում էի, որ այսքան հետևորդ ունենալու դեպքում անհնար է, որ իմ էջում չլինի մեծ mass hate, բայց փաստորեն իմ մոտ չգիտեմ ոնց ստացվել է այդ միջավայրը ստեղծել, որտեղ մարդիկ ոչ մեկը մյուսին չեն վատաբանում, ու քանի որ այս դեպքում թիրախը ես եմ, ինձ չեն վատաբանում, ու այդ ողակի հրաշք է, այլ մենք իրար հետ, իրար սրտիկներ, պաչիկներ, իրար սիրում ենք իդեալական։ Դե ինչ, սա իմ լրիվ կոսմետիկայով full make-up-ն է, իսկ հիմա այն կմաքրենք ու կանցնենք երկրորդ փուլին, որտեղ ունենալու ենք ավելի քիչ պրոդուկտներ։ Իրականում նենց օբսոսս գալիս է մաքրել։ Սկսեցինք։ Երբ որ ես իմ պայուսակում շատ տեղ չեմ ունենում դիմահարդարման պարագաներ վերցնելու, օգտագործում եմ իմ այս վրձինների ամանը, ու քանի որ ինքը այսպիսի հորիզոնական դիրքում է, ուղղայած ես օգտագործում այսպիսի ուղղահայաց պրոդուկտներ, հիմա հերթով կհասկանաք։ Առաջինը այս անգամ չենք մոռանում ու սկսում ենք ունքերից, ոչ մետաքրքիր բան չկա, արագանեմ ու շարունակենք։ Իսկ իմ տոնի հարցերը լուծելու միակ խնդիրը դրված է այս փոքրիկի վրա, որը շատ լավ իր գործը անում է։ Իդեպ դիտում եք օլիմպիական խաղերը։ Ես շատ եմ սիրում ցանկացած սպորտային միջոցառում, քանի որ ինքս էլ որոշ չափով
համարվում եմ սպորտի ոլորտից ու ամեն անգամ հատկապես եթե այդ սպորտաձևում հայ կա, ես սենց եմ որ դառնում եմ լրիվ այդ սպորտի մաստեր, ամբողջ կանոնները գիտեմ, գնահատման համակարգը, սխալները, սա գիտեմ, հետո հենց այդ սպորտային միջոցառում այս դեպքում օլիմպիադան վերջանում է, ամեն ինչ մոռանում եմ։ Չնայած ես ինքս բասկետբոլի հետ կապ ունեմ, բասկետբոլային մրցավար եմ, ավելի ճիշտ մրցավարական կազմի անդամ եմ, ինչ բարդ կլիներ, բացատրել ինչ եմ անում, բայց օրինակ ինձ ընդհանրապես հետաքրքիր չի բասկետբոլ դիտելը։ Խաղը, երբ որ գնում եմ ես կոնկրետ այդ խաղի մասնակիցն եմ, ինձ շատ հետաքրքիր է, ես սիրում եմ շատ խաղալ նաև բասկետբոլ, բայց կոնկրետ դիտել, դնել YouTube-ով ինչ-որ խաղ դիտել կամ ինչ-որ առաջնություն ա գնում դրան հետևել, ինձ ընդհանրապես անկեղծ ինձ հետաքրքիր չի։ Բայց օրինակ ես վոլեյբոլ ավելի հետաքրքրությամբ եմ նայում, քան բասկետբոլ, չգիտեմ ինչի է այդպես։ Եվ կոնտուրինգի համար մենք ունենք միայն թաց պրոդուկտներ, որովհետև եւ իրենց դիրքն է հարմար, եւ եթե չոր ու թաց պրոդուկտի միջև ես պետք է ընտրեմ, ես հաստատ կընտրեմ թաց պրոդուկտը։ Ընդհանրապես, եթե սպորտից խոսեցինք, ես կարծում եմ, որ սպորտը ցանկացած մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի ու պետք է խաղա իր դերը, քանի որ մանավանդ հիմա մարդիկ զբաղվում են հիմնականում նստած աշխատանքով ու այդ սպորտը ինչ որ ձև ձեր կյանք ինտեգրելը շատ կարևոր է, կլինի տանը վարժություններ անելը, կլինի ջիմ գնալը, կլինի լողի գնալը, թե այլ ինչ-որ սպորտաձևի, ամեն դեպքում առանց դրա չի կարելի ու կարծում եմ, որ երեխաներին եւս այդ փոքր տարիքից սպորտային դաստիարակություն ստանալը շատ կարևոր է։ Տարբերություն չկա ինչ սպորտաձև կլինի ու տարբերություն չկա երեխայի սեռը միևնույնն է սպորտը շատ կարևոր է, որովհետև սպորտային հոգեբանությունը ես որպես լիքը տարիներ բասկետբոլով զբաղված մարդ եմ ասում։ Հետո կյանքում էլ, երբ որ դու կարողանում ես ընդունես պարտությունը, երբ որ կարողանում ես ուժերդ հավաքես ու նորից պայքարես հաղթանակի այդ ռևանշի համար, երբ որ քեզ ինչ-որ բան շատ դժվար է, դու չես կարողանում, ուժասպառ ես եղել, բայց քո մեջից գտնում ես այդ ռեսուրսը կանգնելու, շարունակելու, այդ ամեն ինչը սպորտը դնում է երեխայի մեջ փոքր տարիքից, որը ոչ մի երաժշտական գործիք չի կարա դնի, ոչ մի սոլֆեջո չի կարա դնի, ոչ մի նկարչություն չի կարա դնի, արվեստը շատ կարևոր է եւս, բայց սպորտը ցանկացածիս համար այն որ անփոխարինելի է, իրան հնարավոր չի փոխարինել։ Քանի որ այս հայլայթերը ես շատ եմ սիրում, ինքը եւս կա այս փոքր կոսմետիկ պայուսակի փուլում, քանի որ պրոդուկտները քիչ են ու քիչ են կանում, ցանկացած մեկ պրոդուկտի շատ անելը շատ արտահայտիչ կերպ է, որը մեզ պետք չէ։ Եվ հիմա անցնում ենք շրթունքի կոմբոյին, այս անգամ օգտագործելու եմ IS ու S պրոդուկտները, այս մատիտը համեմատած նախորդի ավելի բաց է ու ավելի սառը գույն, իսկ այս մեկը կսելու ենք միայն շրթունքի կենտրոնական հատվածում, հիմա ցույց կտամ։ YouTube-ում վիդեոներ չսկսելու պատճառներից մեկը նաև այն էր, որ իմ հեռախոսի մեջ տեղ չկար։ Ցանկացած reels նկարելուց անգամ հետո իր տեղը վերջանում էր ու ես ստիպված էի վիդեոներս ջնջել, որովհետև լիքը նկարներ ունեի, որոնք ափսոսում էի, վախենում էի կորցնել ու չէի տեղափոխում այլ ինչ-որ տեղ, բայց պահը հասունացավ, ես իրանց տեղափոխեցի Telegram, հիմա չգիտեմ կմնան թե չէ, բայց իմ համար շատ կարևոր էր YouTube-ում սկսելու ու ես այդ նկարները չեմ զոհաբերել, բայց ռիսկի տակ եմ դրել, որ կարող են կորել։ Այս առումով նախորդ սերունդների բախտը ոնց որ ավելի բերած լինի։ Իրականում տպավորությունն է, որ մենք ամեն վայրկյան, ամեն րոպե կարող ենք նկար անել, բայց իրանց նկարներն ավելի արժեքավոր են, որովհետև են կարևոր պահերին են արված ու պահպանվում են տարիներով, իսկ օրինակ ես իմ դեռահասության տարիքի, պատանեկության տարիքի բոլոր նկարները կորցրել եմ ինչ-որ սխալմունքի պատճառով ու հիմա չունեմ, իսկ եթե դրանք լինեին թղթով, դժվար թե կորեին։ Զգացեք մատիտի երանգը, այն ավելի սառն է, համարյա ոնց որ մոխրագույն լինի, իսկ այս շրթներկը, ավելի ճիշտ գլոսը, կսում եմ միայն շուրթերի կենտրոնական հատվածում, այսպես։ Ու մոտերով մի փոքր տարածում։ Ու մոտավորապես ստանում ենք այսպիսի մի բան։ Դե իսկ սա իմ վերջնական դիմահարդարումներ ընդամենը այսքան պրոդուկտներով։ Եվ մենք անցանք ամենաբարդ փուլին։ Արևը կամաց մեզանից փախնում է, բայց մենք մեր սկսած գործը հոգիսատ չենք թողնելու։ Եվ մեր վերջին տարբերակի համար, երբ ես ընդհանրապես տեղ չունեմ դիմահարդարման պարագաներ տեղափոխելու, մենք կօգտագործենք ընդամենը 3 մատիտ։
Եվ որպես բազա, չնայած բազա էլ չէ ինչ-որ բան փոխող, այսօր կծառայի մեզ է սպիտակ մատիտը, ոնց որ ինչ-որ ացտեկների ցեղից լինեմ, բայց մոտավորապես այս մեխանիզմով ենք աշխատելու, բնական է որ տարածում ենք ձեռքով ու կանցնենք կոնտուրինգին։ Ոնց որ թե ամեն ինչ այդքան էլ վախենալու չի, չէ՞։ Չեմ հիշում, այս մատիտը ձեզ ցույց տվեցի, որ կօգտագործեմ, թե այն կարճը ավելի մուգ։ Կարծում եմ այս մեկը ավելի հարմար կլինի, որովհետև նախինքը ավելի փափուկ է քսվում, երկրորդը գույնը ավելի ինտենսիվ է։ Այսպիսի մի բան ենք տարածելու։ Ուրեմն երեք պատահաբար հեռախոսի կարգավորումների մեջ բացեցի էկրանային ժամանակը մասը, ու այդտեղ ինձ իմ հեռախոսը ասում է, որ միջինում իմ էկրանային ժամանակը օրվա ընթացքում դա 23 ժամ 20 քանի րոպեն է։ Կներեք, ես չեմ քնում, իսկ թվում է իր այդ մի բան այն չէ, որտեվ նես չի ես միշտ հեռախոսի մեջ եմ, ճիշտ է, ես շատ ժամանակ եմ անցկացնում հեռախոսի մեջ, որովհետև նաև վիդեոներ եմ նկարում, մոնտաժում, Instagram-ում եմ նստում, լավ, ինչ մեղքս թաքցնեմ, բայց ես նաև գիրք եմ կարդում, նաև հաց եմ ուտում, նաև քնում եմ, որի ժամանակ հաստատ հեռախոս չեմ օգտագործում։ Մի խոսքով չգիտեմ ինչ էր ուզում ինձ դրանով ասել իմ հեռախոսը, բայց ես իրան չեմ ավարտում։ Եվ կարմիրով մենք մեզ մի փոքր գույն կտանք եւ վերջում կանենք լիփ կոմբոն այս երկու մատիտների միջոցով, ինչպես արդեն ասել եմ, իմ բոլոր շուրթերի լիփ կոմբոները գրեթե բոլոր կարմիր գույն են պարունակում։ Ասեք շուրթերը ինչքան բան են փոխում։ Եվ քանի որ մենք ունենք փոքրիկ բոնուս այս մատիտի վրա, ես նաեւ ունքերս եմ հարդարում իրանց միջոցով։ Դե ինչ սիրելիներս, համարենք սա մեր ընկերության փոքրիկ սկիզբը, ու նաեւ չմոռանեմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք անպայման իմ YouTube-յան էջին, որովհետեւ դա շատ կարևոր է YouTube-ի համար, եւ նաեւ եթե Instagram-ում ինձ դեռ չեք հետևում, անպայման հետևեք, կթողնեմ լինքը ներքևում։ Դե ցտեսություն ու չմոռանաս այսօր SPF քսել։